Անտառը աշնան գույների մեջ վայրի պտուղներ է պահել, սև մասուրից մինչև արջի տանձ հասել, կաթում են էստի համեց եկեկանչում անտառապետ Ստեփանը։ Այն կարմիր, որ երևում են, տանձերիներն են։ Ստեղ կա խնձորենին, մարդիկ կա տանում են, օղի են քաշում, մարդիկ կա ուտում են, մուրաբա։ Թե իր Մեղրաձորի տարածքում, թե երկրի մյուս անկյուններում, հատկապես այս սեզոնին բոլորը գիտեն, անտառին գյուղացիները նայում են ավելի շատ ձմռան վառելափայտ տանելու նպատակով։ Զգուշացնում են, հսկողությունը խիստ է։ Մեծ մեքենա, էլեկտրասողոցի ձայն տեղում կբռնեն։ Թույլատրվում է դուրս բերել միայն քամատապալ, ընկած ծառերը, այն էլ հատուկ տոմսով։ Մենք մինչև 8 խորանարդ մետր ձրի անվճար վառելափայտ ենք հատկացնում, թափուկ վառելափայտ։ Գնահատված պաշարը թափուկի էս պահին Հայ անտառի տարածքում 40,000 խորանարդ մետր է։ Այդ ամբողջը կտրամադրվի այդ անտառամերձամայնքների բնակիչներին։ Անտառը որպես փայտանյութ դիտարկելու ժամանակն անցել է բնությունից եկամուտ եք ուզում, համեցեք մանուշակի հետ ծլող սինդրիկից մինչև ուրց ու այլ խոտաբույսեր, վայրի տանձ, խնձոր, ալոչ հավաքելու։ Անտառից գումար վաստակելու ուրիշ տարբերակներ են բնակչությանը հուշում Հայ անտառից։ Առաջարկում ով կուզի կարող է նաև գումարի դիմաց իրենց համար բույս, պտուղ հավաքել, հանձնել։ Կվճարենք մեր տարածքում իրանք հավաք իրականացնեն, ասեմ ոչ միայն ուտելի, այլ նաև դեղաբույսեր, սնկեր։ Իդեպ 1.5 ամսից Հայ անտառը սուպերմարկետներ կուղարկի սեփական արտադրության վայրի ուրց, նանա, խոտաբույսային թեյերի առաջին խմբականակը։ Ձեռնարկատիրական ռիսկի են գնում հաշվի առնելով պիլոտ ծրագրով սկսած Մեղրի բիզնեսի հաջողված փորձը։ Գնորդն այնքան է հավանել անտառի իրենց անարատ նեկտարը, փեթակների թիվը 5 մարզում հասցրել են 310-ի, ապրանքի շշալցման համակարգ ձեռք բերել։ Քամված վիճակում մեղրը վերում են այստեղ, մենք լցնում ենք տարայի մեջ։ Ունենք այստեղ Արագածոտնից եկած, ունենք Արծվաբերդից եկած եւ Կապանից այս տարի։ Խանութներում այս պահին էլ կան վաճառքի։ Ստացած նաև այդ եկամտի հաշվին է Հայ անտառը տեխնիկա թարմացնում, ծառատուն կանում, տնկիներ աճեցնում։ Սերմ ծլեցնելու համար Հրազդանի անտառ տնտեսությունում 4 ջերմատուն ունեն։ Հիմնականում աճեցում են սոճենի, կեչի, արոսենի, թխկի, թեղի, կաղնի, ընկույզ ունենք, վայրի տեսակի խնձոր, տանձ։ Այս պայդրությամբ մեր տնտեսությունում ունենք երևի 750,000 փանկարմատային տնկանյութ։ Տարվա սկզբին սերմից ծլեցրած տնկիներն օգոստոսից դրսում են, որ հարմարվեն եղանակին, շուտով բաժակները կբարձեն ըստ հայտերի մարզեր, աշնան ծառատունքի կուղարկեն։ Հոկտեմբերի վերջից սկսած նոյեմբերի ամիսը գնալու են տնկման։ Ամբողջը։ Ամբողջը։ Ինչ ծառեր են։ Հացենի, կեչի, սոճի։ Հեկտարի վրա 3000 սերմնաբուսակ է տնկվում։ Հիմնական, ասենք, սոճի կամ կաղնու հետ պարտադիր նաև հոն, ընկույզ ու վայրի այլ պտղատու, որ նորաստեղծ անտառը բնականին մոտ լինի, բարձր կպչողականություն ու նորմալ վերաճ ունենա, բացատրում են Հայ անտառի ղեկավարությունից։ Այս տարի նախատեսվում է 720 հեկտար անտառ պատման աշխատանքներ, որից 170 հեկտարը պետական բյուջեի ֆինանսավորմամբ կլինի, 550 հեկտարը տնկվելու է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում արեալը շատ մեծ է 500 հեկտարի անտառ տնկումները լինելու են Լոռու եւ Սյունիքի մարզերում, իսկ բյուջեի ֆինանսավորման անտառ տնկումը ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը։ Որպեսի սածիլների պակաս չլինի, լրագրողներով մենք էլ միացանք այսօրվա սերմը վաղվա անտառն է նախապատրաստական աշխատանքին։ Տնկարանի տիկնայք հրահանգեցին։ Սերմը զույգով դրեք, մեկը հաստատ կծրի, իրենք կջրեն, կխնամեն։ Այս մեկը ցանվեց։ Տորֆա բաժակում իմ ցանածը հաճարենի է լինելու։ Սոճին ջուր շատ է սիրում ու ավելի շուտ է ծլում, ասենք 40 օրվա ընթացքում սոճին կծլի։ Հաճարը ավելի ուշ։ Ասացին անտառ եք եկել դատարկ հոչեք գնալու։ Օրվա նկարահանումն ավարտվեց վայրի տանձի բերքահավաքով։ Հերմինե Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։